Պարոն Ավինյան, շաբաթներ առաջ մի քաղաքացի էր ահազանգել, որ կոնկրետ 99 համարի ավտոբուսում սեռական ոտնձգության դեպք է իրականատես եղել, մի տղամարդ էր բարձրացել ավտոբուս, մերկացել է, Սա մեկ օրինակ է, բայց նման դեպքեր հաճախ են լինում ավտոբուսներում, թե սեռական ոտնձգության ձևով, թե այլ ձևով նաև։ Ուզում եմ հասկանամ, ինչ է արվում այս երևույթը վերահսկելու, կանխարգելելու համար։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում Երևանի քաղաքապետարանը փաստացի բոլոր տեխնիկական միջոցները ունի, որպեսզի տա համապատասխան իրավական մարմիններին նմանատիպ բոլոր դեպքերում, եւ մենք շատ հաճախ այս տեսահոլովակները մեր գործընկերներին տալիս ենք, եւ ես գիտեմ, որ այս տեսակ սեռական ոտնձգության, այսպես ասած, բոլոր դեպքերով, երբ որ հստակ կա բողոք, շատ արագ է արձագանքը, մարդիկ շատ արագ իդենտիֆիկացվում են, մեր տեխնիկական համալրվածությունը ավտոբուսների ներսում տեսախցիկների տեսանկյունից բավականին հագեցած է եւ գրեթե բոլոր ավտոբուսներում մենք այս խնդիրը լուծել ենք եւ փաստացի մեր գործընկերներին շատ արագ տալիս ենք ինֆորմացիա։ Կներեք լրացնեմ, հա, դեպքի հետ կապված ես դիմել էի ավտոբուս ՓԲ-ին, բայց փաստացի ոչ մի արդյունք չստացանք, որովհետև նախ նշվեց, որ վարորդը չի ահազանգել դեպքի մասին, դե քաղաքացիները նույնպես, նման դեպքերում ինձ տեղեկացրեցին, որ պետք է վարորդը տեղեկացնի համապատասխան մարմիններին, սակայն փաստ է, որ վարորդը տվյալ դեպքի մասին չի ահազանգել ու նման դեպքեր վստահաբար կլինեն, որ վարորդները կրկին չեն ահազանգում ու նաև տեխնիկական միջոցներ է այս պարագայում, այսպես ասած, ոչ մի արդյունք չեն տալիս։ Տեսեք, եթե մենք խոսում ենք սեռական ոտնձգության մասին, ամեն դեպքում այդ ոտնձգությունը ինչ-որ մեկի նկատմամբ պետք է իրականացվի եւ ենթադրում եմ, եթե ինչ-որ մեկի նկատմամբ իրականացվել է, պետք է լինի համապատասխան բողոք այդ ինչ-որ անձի կողմից համապատասխան մարմիններին։ Եվ իմ կարծիքով այդտեղ շատ հստակ է ընթացակարգը եւ եթե կա սեռական ոտնձգության որևէ մի դեպք, դրան համապատասխան կա բողոք, արձագանքը արդեն իրավապահ մարմինները օգտագործելով մեր տեսահսկող սարքերի բոլոր միջոցները շատ արագ կարող են իդենտիֆիկացնել եւ ես գիտեմ, որ այս տեսակ դեպքերի հետ կապված շատ արագ եւ օպերատիվ են արձագանքում մեր իրավապահ մարմինները։